Այսօր ինձ զանգահարեցին եւ ասացին, որ Mr. Beast-ին առևանգել են եւ ամենայն ամենականությամբ առևանգողը այս տղան է, քանի որ Mr. Beast-ի առևանգումից առաջ նա վերջին մարդն է, ում հետ տեսել են Mr. Beast-ին։ Սակայն այս տղան պնդում է, որ ինքը կապ չունի այդ առևանգման հետ։ Ինչպես տեսնում եք, իրոք երկուսով կանգնած էին եւ ինչ որ մեկը արված է տղայի գլխին։ Այսօր նա ինձ դիմել է, որպեսզի միասին ապացուցենք իր անմեղությունը։ Դե ինչ, դիտիր այս տեսանյութը մինչև վերջ եւ կիմանաս, թե ով է առևանգել Mr. Beast-ին։ Գնացինք։ Ալո, ո՞նց թե առևանգել են Mr. Beast-ին։ Հենց հիմա ուղարկիր նրա տեսախցիկների ձայնագրությունները ու ես պարզեմ, թե ով է առևանգել աշխարհի ամենահայտնի յութուբերին։ Լավ, ըհն ուղարկեցին տեսախցիկների ձայնագրությունները։ Օրվա վերջում մենք անպայման կպարզենք, թե ով է առևանգել Mr. Beast-ին։ Միացնում ենք։ Ու առևանգող Mr. Beast-ի աշխատավայրի մոտ է։ Մտավ ներս, ո՞նց կարողացավ դուռը բացի։ Սիգնալիզացիան միացավ, հեսա անպայման ոստիկանները կգան ու կբռնեն նրան։ Որ միացել է սիգնալիզացիան։ Չէ, նա կտրեց սիգնալիզացիան դարը։ Շատ խիլացի է։ Ու նա գնում է, բայց նա գնում։ Շողերը փոխեց։ Ջարդում է ամեն ինչ աչքվախ։ Ինչի՞։ Ով իրեց ամեն ինչ։ Ու դիմակը հանում է, մենք հենց հիմա կիմանանք, թե ով է առևանգել Mr. Beast-ին։ Օ, դա Մայքն է, Մայքը աշխատում է գաղտնի գործակալությունում ու նա բռնում է հանցագործներին եւ բայց այս անգամ ինքն է հանցագործություն անում, քանի որ թողացել է Mr. Beast-ին։ Բայց ո՞նց բռնենք նրան։ Քանի որ ինքը գաղտնի գործակալ է, իրան գտնում է տենց հեշտ չի։ Լավ, ես միտք ունեմ։ Ինչպես ասացի, նա գաղտնի գործակալ է ու բռնում է հանցագործներին ու նրանց այդ պատճառով ես այս տղաներին հիմա կզանգեմ ու կասեմ, որ նրանք ինչ-որ հանցագործություն անեն, որպեսզի Մայքն ընկնի նրանց հետևից, ցանկանա բռնել։ Բայց իրականում կլինի հակառակը, ու մենք կբռնենք Մայքին ու կիմանանք, թե ինչի է առևանգել Mr. Beast-ին։ Դե զանգում եմ։ Ալո, այդ տղա լսի, հիմա նայի ինչ-որ հանցագործություն եք անում, օրինակի համար ոստիկանին ավտոգողացեք, որ Մայքը գա ձեր հետևից ու իրան բռնեք։ Լավ։ Տակ ըհն, ոստիկանի մոտ են։ Պոնչիկով ուզում են շեղեն ոստիկանին, որ գողան են ավտոն։ Դե, աշխատեց, ոստիկանը գնաց պոնչիկի հետևից։ Գողաց հնովտուն։ Ես ճիշտ էի, Մայքը իրանց հետևից գալիս է ու ուզում է բռնի նրանց։ Դուրս եկան ավտոյից։ Ու փախավ էս տղեն, Մայքն իր հետևից է գնում։ Իսկ չեն անում, իրար հետևից են վազում։ Չաղեկը բեզադռը փչեց աչքերի մեջ։ Ձերբակալ եք դրան։ Հիմա կտանեն ոստիկանությունը, կասեն, որ ինքն է գողացել Mr. Beast-ին։ Տակ տաղան։ Ինչ ասում ես Մայքը։ Ասում Մայքը չէր։ Մայքը ասում է, որ ինքը իրականում գնացել էր այդտեղ, որ դիրքները իսկական առևանգողին ու այսինքն ինքը չէր առևանգողը։ Ալո։ Այդ տղա մի բան արա, տեսախցիկների ձայնագրությունները միացրու, ուրիշ բան փորձեն գտնել։ Լավ։ Օ Մայք գնաց։ Արա զիբիլի մեջ էր իսկան ժամանակ առևանգողը։ Լավ էլ թաքնում է։ Պետք չէ դեպի Պակիստանից։ Ինչ որ թուղթ է։ Դպրոցի տնօրեն աշխատանք է, էս Օմարովով աշխատանք ունի։ Լավ, ես իմացի ինչ արժի անել։ Լսի այդ տղա, նա ինչ ես անում, գնա դպրոց ու աշակերտների ձեռագրերը համեմատի այդ թղթի վրայի ձեռագրի հետ։ Ումը որ համընկներ, ուրեմն ինքը առևանգողն է։ Լավ։ Հիմա նա կգնա դպրոց ու ձեռագրերը կհամեմատի։
Իսկ ճիշտ ջղային դասատույա։ Ասում եք ասեմ ում ձեռագիրն է, եթե քիմիական էքսպերիմենտ աներ։ Տավ տեսնենք կարենա։ Իսկ ինչ էր տրոքեց։ Ջղայնացա ոչ հասած ուսուցիչը։ Ալո։ Լսի ոչինչ, թաքուն մտի իր սենյակ ու գտի այդ աշակերտների դիրավորները եւ համեմասնի դրեց։ Լավ։ Մտավ։ Մտավ դիրավորները։ Համեմատի թե։ Առաջինը նման չէր։ Երկրորդը նույնն է, այսինքն այս դիրավորումն է, ինքն է առևանգողը։ Ալո։ Հենց հիմա իմացի թե ում դիրավորն է ու իրան կինը ձերբակալի։ Լավ։ Ուսուցիչը եկավ, փախի տեղից։ Ախով։ Բայց դասերը ավարտվել են, այս առևանգողը դպրոցում չի լինում, քանի որ ինքը աշակերտ է։ Ես գիտեմ։ Ալո։ Լսի, այդ տղեն դասերից հետո հիմնականում գնում է կաֆե, ես այստեղ հասցնում որտեղ գնում է կաֆե։ Լավ։ Օ, հասավ կաֆե։ Ունդեղ է այդ տղեն, բռնի դրան։ Բայց ինչ ասում է տղեն։ Ասում է, որ ինքի հետ իրան դիրավորը թողել էր դասարանում ու ինչ-որ մեկը գողացել է։ Այսինքն ինքը չի։ Հələ մի րոպե։ Եթե ինքը թուղթը թողել էր դասարանում, այդ ուսուցիչն էլ չէր ուզում տալ այդ թուղթը։ Այսինքն ինքը չէր ուզում, որ մենք իմանայինք, թե ով է առևանգողը։ Կարող է ուսուցիչն է։